ապրիլի 7-ին Ամերիկա եւ Իրանը զինադադար հայտարարեցին, իսկ հիմա Իրանը երբեմն ասում է, որովհետեւ իր ծովափիա տարածքը բոլորը ամերիկան շրջափակել է, ոչինչ չի կարող գնա դեպի Իրանի ծովափիա մասը, որ մի բեռ դատարկեն կամ մի բեռ վերցնեն, նավթը չի կարող արտադրի, Իրանը հենված է իր եկամուտը նավթի արտադրման, որը օրը այս վերջին ժամանակներում մոտավորապես 1.8 միլիոն տակառից 2 միլիոն տակառ օրը նավթ էր վաճառում, 453 միլիոն դոլար օրը եկամուտ ուներ եւ այդպիսով իրենց ծախսերը հոգում էին։ Հիմա որ լրիվ նախագահը նավերով, ռազմանավերով տարածքը փակելն է, ասել ոչ ոք իրավունք չունի, նավը իրավունք չունի մոտենա Իրանի այդ ծովափիա տարածքներին կամ որևէ նավ հեռանա, եւ Իրանը նաեւ ասել է, որ այս Պարսից ծոցը Persian Gulf-ը փակել է 1500 նավ այնտեղ մտահոգված են, նախագահը ասաց, որ զինվորական ռազմանավերով մենք թույլ կտանք, որ նավերը կան գնան, 3 օրին հետո նախագահը չհետևեց այդ հարցին, նախագահ Թրամփ ասաց չեն կարող անել այս գործը, ամենայն դեպս անել վիճակ է այս երկուսի հարաբերությունը, ընդհանուր ասում են հստակ չի սա, բայց ասում են, որ լրագրողները կարողացան իմանան, որ Իրանին ասել է, որ այդ ուրանիումը, որ հարստացրել են, դա հանձնեն Ամերիկային։ Ամենամեծ խնդիրը թվում է այս երկու երկրի մեջ ուրանիումի հարցն է։ Ատոմական ռումբ չպատրաստելու, որ Իրան չկարողանա պատրաստել։ Որոշ մասը Իրանի ուրանիումը 60%-ի ասել, ռումբ ունենալու համար 90% եւ ավելի պիտի ուրանիումը հարստանա։ Հիմա որոշ մասն էլ իհարկե 60%-ից քիչ հարստացած։ Իրանի ցանկությունն է, որ ուրանիումի հարստացած մասը 3.69-ից ասում է չեմ ավել հարստացնի, որպեսզի էլեկտրականությունը ուրանիումից, գիտեք, այս երկրում նաև ատոմական այդ էլեկտրակայաններ են կառուցվում, Իրան ասում է դրա համար եմ օգտագործելու, Թրամփը չի հավատում, ասում է 0 պետք է ունենաք ուրանիումը հարստացած ձեր երկրում եւ պիտի հանձնենք մեծ, Իրանն ասում է մենք այսինչ որ հարստացրել ենք, կօգտվենք, մինչև կա 0-ի հասնի եւ նախագահ Թրամփը ասում է ես դրան համաձայն չեմ։ Թվում է սա ամենամեծ խնդիրն է այս երկու երկրի մեջ։ Հիմա ասում էին, որ նախագահի հույսն էր, որ երբ որ սահմանը, այսինքն ծովափիա սահման Իրանի փակեն, ռեժիմը չի կարողանա շարունակվի, որովհետև եկամուտը այդտեղից է, ուրիշ խնդիրներ կստեղծվի Իրանի համար։ Հիմա այսօր CIA-ի մարդիկ որ տեղյակ են, Washington Post թերթը այսօր ասաց, որ հասկացել են, իհարկե հստակ Ամերիկայի կառավարությունը չի ասել, բայց գիտեք միշտ տեղեկություններ այս երկիրը չի կարողանում պահպանի տեղեկությունները, միշտ լիք կամ ծորում է տեղեկությունը եւ Իրանը, ասում է Washington Post այսօր թերթը գրել էր, որ առնվազն 4 ամիս կարող է այս վիճակը տոքա Իրանը եւ ոչինչ չվաճառի ու կարող է տոք։ Իսկ մի ուրիշ խնդրեմ ունի Իրանը, որ եթե նավթը չի վաճառում, բայց այս նավթահանգերից նավթը արտադրում են, մի բան չի որ կպագեն հիմա վաղվանից էլ նավթը այդ նավթահանքերից էլ չեն արտահանի, դա շարունակական աշխատանք է, չեք կարող կասեցնել։ Հիմա ինչ որ ամբարներ ունեն, այսպես պահեստներ ունեն նավթի համար, քիչ-քիչ լցվում է։ Միտեղ պիտի գնա այդ նավթը որ արտահանում են, որովհետև ասացի նավթահանքը չես կարող կանգնեցնել, ասես վաղվանից այս նավթահանքը էլ մի արտադրեք, նավթը թողեք մնա, հետո կարտահանենք, այդպես չի նավթի այդ աշխատանքի մեջ։ Հիմա այս հարցն է, որ ով ավել ֆլեքսիբլ կդառնա, ճկուն կդառնա, որը ուրիշի այդ
առաջարկությունը կընդունի։ Ասացի փոքրիկ հարձակումներ եղել է Իրանի կողմից եւ UAE United Arab Emirates-ի կողմից, Ամերիկայի կողմից հարձակվել են փոքրիկ նավակները Իրանի մեկը մյուսի հետևից հարվածում են։ Նախագահը ասում է մենք պաշտպանության դիրքի մեջ ենք, պաշտպանողական դիրքի մեջ ենք, որտեղ եթե Ամերիկան կռիվը սկսի, այդ 60 օր, երբ որ նախագահ պատերազմ է սկսում այս երկրում, 60 օր կարող է պատերազմ շարունակի։ Նրանից հետո պիտի դիմի ներկայացնի տուն եւ սենեթին, որովհետեւ այդ օրենքները ինչ որ 1973 թվին Վիետնամի պատճառով օրենք անցավ այդ ժամանակ նախագահ Նիքսոնի ժամանակ, որ պատերազմը նախագահ կարող է կատարի, բայց 60 օրից հետո առանց իրավունք վերցնելու օրենսդիր մարմնից անօրինական է նախագահի գործը։ Հիմա դա է որ այսպես թվում է տարօրինակ վիճակի այս երկրում։ Ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնեք այս պաշտպանության նախարարությունն է Ամերիկայի շենքը, ամենաամուր շենքերից մեկը, իսկ Իրանում սա խարկ տարածքն է, որ այնտեղից է նավթը տանում են եւ նախագահ Թրամփն է, որ ասում է շարունակելու ենք այսպես բանակցություն է տեղի ունենում Իրանի հետ եւ հույս ունենք շուտով արդյունքի կգա այս բանակցությունները Իրանի հետ տեղի ունեցող։ Գիտեք Ամերիկան հիմա ասում է նախագահ պահանջել է 25 բիլիոն հատկացնեն, որպեսզի կարողանա պատերազմ շարունակի, ոմանք ասում են 100 բիլիոն դոլար մինչ հիմա ծախսի է նայել այս պատերազմը Ամերիկայի համար։ Հիմա մեկ էջի մեջ է այդ համաձայնագիրը, որ առայժմ նախ Թրամփի ցանկությունն է, որ այդ Հորմուզի նեղուցը բացվի, Իրանը թույլ չի տալիս ոչինչ այդտեղից անցնի եւ 30 օր ընդունելն է, որ շատ լավ, 30 օր այս բանակցություն լինի, այդ նեղուցը փակ է եւ ժամանակի ընթացքին ցանկություն ունի, որպեսզի կարողանան այդ ատոմական հարցը լուծեն։ Իրանում այդ ատոմական ռումբերի տարածքներն եք տեսնում այստեղ, որպես հիմա ասացի ամենակարևոր հարցը այդ է։ Ասում է մենք պիտի վերցնենք ինչ որ հարստացրել են enriched material եւ պետք է որևէ բան ատոմական այդ միջուկային ռումբ կամ աշխատանք չպիտի կատարվի, դա պահանջն է Թրամփի Իրանից։ Այսպես տեսնում եք նախագահ Թրամփին այսօր Վաշինգտոնում։ Իսկ ինչ է պատահում, ամեն ինչ թանկացել է, այս հավատալի վիճակ է տիրում այս երկրում։ Տեսնում եք որոշ տեղերում 6 դոլար է, որոշ տեղերում 8 դոլար է բենզինը։ Միջին բենզինը հիմա 4 դոլար 65 سنت է։ Կալիֆոռնիան սովորաբար 1 դոլար 80 سنت կամ 2 դոլար ավել թանկ է լինում։ Օդանավները, Spirit օդանավը բենզինի թանկացման հետևանքով սնանկացավ, փակվեց իրենց բիզնեսը։ Մյուս օդանավի ընկերությունները բարդրության մեջ են, որովհետև նավթը այսպես խիստ կամ վառելանյութը օդանավի համար շատ թանկացել է, նրանք նաև ճնշում են բանացնում, որ օր առաջ վերջանա։ Shell ընկերության ղեկավարին եք տեսնում, մեծ նավթի ընկերություն, որ ասում է մենք չենք կարող մեր նավթ տանող նավերին ասենք, որ այդ նեղուցից անցնեն, որտեղ շատ վտանգավոր է, բիլիոնավոր դոլար, եթե նավթ է մեջը եւ այդ նավը արժում է, ուրեմն մենք կսպասենք մինչև վստահ լինենք Shell-ը ամենամեծ ընկերություններից նավթի մեկն է եւ կսպասենք մինչև տեսնեն ինչ է լինում, ինչպես է ավարտվում, որ կարողանան այդ նեղուցը կտրեն եւ անցնեն, ուրեմն ապակա օրերը կարևոր հարց է լինելու այս բերումով։ Եվ ինչ որ ասացի 1500 նավ, բեռնատար եւ նավթ կրող նավերը մնացել են Կասպից ծոցի մեջ, չեն կարողանում հեռանալ այդտեղից։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ նախկին թագաժառանգ, այսպես կամ
թագավորի եղբայր հիմա Andrew-ի մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք բարձակալ եք, բարձել եք ապարտման կամ առանձնատուն, այդտեղ պետք է մաքուր լինի, միջատ, մրջուն, մուկ չպիտի լինի։ Եթե այդպես է, զանգարեք այստեղ։ Դուք ոչինչ չեք վճարում։ Փաստաբանը ձեր кейսը ուսումնասիրի եւ եթե կարողանա ձեզ համար գումար վերցնի, հետո իրեն կվճարեք։ Ուրեմն բոլոր այսինքն խորհրդակցությունը հանդիպել իրեն, խոսել իրեն հետ ամենաանվճար է եւ եթե кейսը վերցնի եւ հետո գումարը ստանա, հետո իրեն կվճարեք։ Pizza man Burbank-ի Pizza Man-ն է հովանավորում։ Հեռախոսից 8431111 իրենց հեռախոսը համարն է։ Դուք զանգարեք, գտնում եք Գլենոքս փողոցի վրա։ Եթե մի պիզա որևէ չափ վերցնեք, երկրորդը 50% զեղչ է առաջարկում պիզաման։ Նաև սանդվիչներ ունեն եւ այլն կարող եք օգտվել ծառայությունից։ Դոկտոր Թավանսի հովանավորում աչքի վիրահատող բժիշկ է սա։ Եթե աչքերի ջուր է ուսում, լավ չեք տեսնում, ուրիշ խնդիրներ ամենայն դեպս աչքի հետ ունեք, այս վիրահատող մեծ մասնակետ է 31 տարվա փորձառությունով Գլենդելում, այստեղ տեսնում եք Ջաքսոն եւ Քոլորադո եւ Գլենդել Ավենյուի ճիշտ հատման կետում է գտնվում։ Իսկ Orange County-ում նաեւ ունի գրասենյակ, սա հեռախոսահամարն է, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Orange County-ն փոքրիկ է համեմատ Լոս Անջելեսին, որտեղ Orange County-ում բնակվում եք, մոտիկ եք իրենց այս ագնաբուժարանի մոտիկ եք զանգարեք։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glennox փողոցի հատման կետում է գտնվում։ Հեռախոսահամարը շատ հեշտ է 818600777։ Ձեր տեղերը կբերեն տուն կամ դուք գնացեք տեղատուն վերցրեք կվերադառնա։ Prince Andrew-ն եք տեսնում, սա նախկին թագուհու տղան է, զավակն է, եւ հիմա ներկա Անգլիայի թագավորի եղբայրն է, բայց այնքան խնդրեմ Ջեֆրի Էփստին, մեկ միլիարդատերի, որ այստեղ բնակվող էր, Ամերիկայում բնակվող էր, մտերիմ ընկեր էր, նա սեր ուներ միայն պատանի աղջիկների հետ սեռային հարաբերություն ունենա, սա էլ մոտիկ էր իրեն, այսպես տարբեր աղջիկների հետ հարաբերություններ ունեցել, դատի տվին իրեն գումարներ տվեց, ամենայն դեպս այնքան խնդրեմ ստեղծեց, թագավորական պալատի միջից իրեն ասացին, որ այդտեղ չի կարող ապրի։ Մեկ թագավորը Prince Charles-ը, ական ներողություն հիմա King Charles-ը բնակարան ունի, տվել էր այդտեղ մնա, որտեղ ուրիշ տեղ չունի գնա, այդ բնակարանում Լոնդոնում ապրում է։ Իսկ մի օր իր շան հետ դուրս է գալիս քայլելիս է լինում, մի անձնավորություն մոտենում է իրեն, թվում է ուզում է հարցակվի իր հետ։ Ինքը իհարկե security ունի, ամենայն դեպս իրեն մեքենային նստեցնում, փախցնում են իրեն, որ չվնասի, ամենայն դեպս եւ մյուս անձին շարունակենք ձերբակալում են անձին, որը պետք է դատի տրվի։ Այսպես տեսնում եք։ Սա ինքը այս բնակարանի մեջ ինչ որ ապրում է եւ նախքին այսպես թագաժառանգ էր կամ prince էր ուրեմն մեկ անձնավորություն դիմակա դրած լինում 7-30 րոպե չորեքշաբթի օր այսօր ինչ որ ես ձեզ հետ խոսում եմ հինգշաբթի է վաղը կրկնվի ծրագիրը մեկ մեքենայի մեջ սպասում էր ուրեմն այսպես տեսնում եք անձը վազում է դեպի իրեն եւ ասացի դեր security ունի ապահովում են իրեն ուրեմն կարողանում են իրեն մեքենա մտցնեն ու փախցնեն ուրեմն անձը չի կարողանում իրեն հասնի հիմա այդ մեղադրյալը ձերբակալեր են եւ զենք է ունեցել նաեւ իր հետ եւ իրեն մեքենան քննել են ձերբակալել են ամենատեպս այս Էփստինին եք տեսնում, որ իրեն հետ շատ մոտիկ էր, գալիս էր Ամերիկա միշտ իր հետ իր մոտ էր մնում այս
Prince-ը կամ այս թագավորի եղբայրը այստեղ տեսնում եք իրեն եւ մյուսին պետք է տատի տան ինքն էլ Էփստինի հետևանքով Էփստինը գիտեք ինքնասպան եղավ 2019 թվին իր վերջին գրություններից Էփստինի էսե որ ժամանակն եկել է մնաս բարով ասեմ ինչ եք ուզում ինչ անեմ որովհետև ինքը իհարկե գրել էր որ անտեղի են իրեն այսպես 2019-ին բանդում էր Նյու Յորքում անտեղի էր բայց եւ այնպես ինքնասպան է լինում այս մեծահարույց միլիարդատերը եւ ասում է չարժի էլ ապրելը չարժի երևի այդ բերումով հետո ինքնասպան է լինում ես ուզում եմ շարունակել խոսել մեկ կնոջ մասին որ 30 այսինքն երիտասարդ աղջկա մասին ավել շուտ 30 տարի առաջ կորում է 1996 թվից անհետ կորել է վերջին ժամանակում տեսնում են մի երիտասարդի հետ եղել է վերջին ժամանակ որ տեսել են որևէ մեկի այդ երիտասարդի հետ է եղել իր տիակը անհետ կորել է իսկ այդ 30 այդ երիտասարդը այդ ժամանակ 20 քանի տարեկան հիմա 30 տարի այդ դեպքից անցել է 2020-ին իրեն եւ իր հայրիկին որը համարվում է ոչրագործ հիմա տատի է տրվել ձերբակալում են հայրիկին իրենը անցնենք առաջ հիմա տեսանյութ շարունակենք այսպես տեսնում եք այս երիտասարդին համասարան էր հաճախում այդ ժամանակ ամենտեղ փնտրում են անգամ իրենց այս տեսնում եք այն ժամանակվա երիտասարդն է հիմա 50 քանի տարեկան եւ իրենց բնակարանը գնում են հիմա ուզում են քանդել կարծում են որ այդտեղ դագաղը թաքցրած է այդտեղ է թաքցրած դրա համար գնացել են տեսնում եք 1996-ին էր որ կասկածում էին իրեն եւ այսպես արցակնում են բայց չեն կարողանում իրեն ձերբակալեն ահա այսպես տեսնում եք իրեն հայրն է որ ասացի տատի տվին 2021 թվին բայց բավական տվյալներ չկա որ հորը կարողանան մեղադրեն accessory այսինքն օգնել է իրեն տղային որ անհետացնեն այդ դիակը այսպես շարունակում է այս դատավարությունը նաև ես պիտի խոսեմ Օհայո state-ի մասին եւ տեսնեք այստեղ Օհայո state-ը բոլորը գիտեք ֆուտբոլի թիմ ունեն NFL Ohio State University ճանաչված համալսարան է OSU որտեղ այս ֆուտբոլի թիմի այդ բժիշկ ունեն այս թիմերը բոլորը բժիշկ ունեն ասում են բժիշկը սերային հարաբերություն է սկսել տղամարդկանց հետ այսինքն մարզիկ ֆուտբոլիստների հետ տղա եւ այս բժիշկը հիմա մահացել է եւ տատ բացարին նրանք որ ասում են չպիտի որտեղ որոշ տեղեր ցերտար կամ բռնաբարեր կամ ինչ աներ այդ սերային այդ բժիշկին որովհետեւ համասարանի համար էր բժիշկն աշխատում որ այս մարզիկներին աթլետներին քննում էր որ առողջ լինեն եթե կա որ երբ պիտի կարող են խաղալ չխաղալ այսինքն սպորտով զբաղվեն ամենայն դեպս տատի են տալիս բայց այդ բժիշկը մահացել է եւ հիմա այս դատավարությունն է ինչ որ տեղի ունենում վերջերս մի քանի հոգի նաեւ ավելացան այս շարքին հիմա այստեղ տեսնում եք Ohio University շատ հսկա university այս բժիշկն է ինչ որ ասացի հիմա արդեն մահացել է ինքը բայց դատավարությունը դեռ գոյություն ունի համասարանը միլիոնավոր դոլար տրամադրել է որպեսի տուժողներին գումար այս 3 հիմիկվա NFL-ի այսինքն NFL-ի խաղացողներ սա տարիներ առաջ է դեպքը տեղի ունեցել սրանք նաև հիմա եկան միացան իրենց հարցնում են ինչու հիմա ասում են ամաչում էինք այն ժամանակ բայց հիմա միանում ենք այս դատին միանում ենք
այդտեղ այս դատավարության համար այսպես տեսնում եք դոկտորներ որ տեսակ եւ այս անձիկից է մեկը որ մեղադրում է որ ինչ պատահել է որ իրենք բացատրում են որ հեշտ չի կարել ասել որ ինչ է պատահել այդքան տարի առաջ ինչպես այդ բժիշկը բռնապարել է կամ ուրիշ հարցեր է եղել համասարան իհարկե միլիոնավոր դոլար տրամադրել է որպեսզի կարողանա այս հարցը փակի եւ դեռ շարունակվում է դատավարությունը շարունակվում է տասնյակ միլիոններ տրամադրված է տեսնում եք 300 անձ այս դատավարության մեջ են որ սեթլ են արել ուրեմն համաձայնության են եկել որ գումարը վերցնեն ու համասարանի այդ դատավարություն կամ դատը իրենց դեմ փակվի ասած է մոտարապես 60 միլիոնից ավել գումար է ինչ որ համասարանը տրամադրել է որ այս տուժողների մեջ բաժանեն կապված մեկը մի քիչ ավել շատ գումար կստանա մեկը ավել քիչ է գումար ստանալու այսպես տեսնում եք իսկ նախագահ Թրամփը անցնենք Թրամփը գիտեք պաշարել է Կուբան մի փոքր կղզի է ընդամենը 90 մայլ Ամերիկայից հեռավորության է գտնվում շատ ամենամոտիկ տարածքն է այդ կղզիներից Միացյալ Նահանգների եւ նախագահը ասում է շուտով տապալվելու է ռեժիմը ինչ որ Ֆիդել Քաստրո իր եղբայրը այդտեղ էին եւ հիմա նոր նախագահ ունեն այնքան վատ է վիճակները որ գիշերները էլեկտրականություն չունեն վրա հիմա պատկերացրեք մեզ մոտ մենք կանգատվում ենք ասում ենք Ամերիկայի միջին բենզինի գինն է քիչ առաջ ասացի $4.60 Ամերիկայի միջինն է մեզ մոտ $6 եւ ավելի հիմա այստեղ եթե $4.60 է միջին Ամերիկայի բենզինը դուք Կուբայում պատկերացրեք գալոնը ինչ այստեղ 4.62 սենտ է այնտեղ գալոնը $40 է մեկ գալոնը եթե կարողանան գտնեն բավական դժվար է գտնեն իսկ եթե գտնեն $40 պիտի բենզինի համար վճարեն ես այստեղ հիմա ուզում եմ ցույց տալ այնտեղ տեսնում եք ոտքով քայլել հեծանիվ ավել այդպես ավել հեշտ է լինում նախագահն է որ ասում է շուտով տապալելու եմ ռեժիմը եւ Կուբան պետք է կառավարվի մեր կամ մեկ ռեժիմ կամ մարդիկ կան աշխատանքի գլուխ կան տեսնում եք աղբը ամեն փողոց հավաքված է որտեղ հնարավորություն չունեն գումար չկա եւ մի անձիկ պիտի կան ղեկավարեն երկիրը որ Ամերիկայի բարեկամը լինեն մենք կօգնենք հետո կօգնեն ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը Մարկո Ռուբիոյի մասին պետք է խոսեմ գնացել է Հռոմի պապի հետ հանդիպում ուներ ծրագիրը հովանավորում է Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում Չոփրյանները երեքն էլ փաստաբաններ են սա իրենց հեռախոսը համարն է 818 244 47 ձեզ են առաջարկում եթե ավտովթար ունենաք accident ունեք ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով այս հեռախոսը համարին ինչ որ պաստառի վրա գրված է Դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը հեռախոսը համար տեսնում եք իրենը 30 տարվա փորձառու ասմայի եւ այդ նման բժիշկներ հիվանդություններ եթե կա մաշկի հիվանդություն եւ այլն այստեղ զանգարեք ժամադրություն վերջեք ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն 1928 թվականից 98 տարի աշխատում է ամենախոշոր տաշտամուրի խանութն է Ամերիկայում 600 տաշտամուր այնտեղ կգտնեք $1000-ից մինչև հարյուրավոր հազարավոր դոլար տաշտամուր գերմանական ֆրանսական Չեխ Ռիփաբլիկից Ճապոնական կորեական չինական ամերիկյան բոլորը կգտնեք այդտեղ կվերադառնա Ես ուզում եմ հիշեցնել ընտրությունը տեղի ունենալու Գլենդելում հունիսի 2-ին իսկ բալետ ուղարկել են սա
տեսնում եք կանաչ եւ սպիտակ է պետք է ստացած լինեք։ Եթե չեք ստացել, եկեք այստեղ։ Պրոբլեմ կա ձեր գրանցված, այս ինչ որ գրանցված եք, եթե եղել եք միջև, եթե չեք եղել, եկեք այս կարևոր ընտրությանը մասնակցեք։ Դուք տուժողն եք լինելու, եթե չմասնակցեք։ Նամանավանդ նրանք, որ իրենց եկամուտ շատ բարձր չի։ Մեկ օրինակը քիչ առաջ տվեցի, որ 200-ից ավել բնակարան կառուցվել է ընտանիքների համար, որ աշխատում են, բայց իրենց եկամուտը բարձր չի։ 90 յունիտ այդտեղ է 167-ը նախկինում տրվել է, որ դառնում է 250-ից ավել բնակարաններ, բոլորը իմ աշխատանքի հետևանքով, որ նրանք որ տարեցեն կարողանան մասամբ ավել մատչելի գներով բնակարան կարողանան գտնել։ Ուրեմն մեկ անձը կարող է մեծ տարբերություն բերի մեկ քաղաքի համար։ Եթե այսպես անուշադիր լինեք, դուժող դուք եք լինելու։ Ամենայն դեպս, եթե մինչ հիմա բալեթը չեք ստացել, զանգարեք այստեղ 818 24 մնացածը բոլորինը 818 24 9 Ես հիմա ուզում եմ խոսել մեկ այսինքն Հռոմի պապին հանդիպեց Մարկո Ռուբիո։ Մարկո Ռուբիոն Կուբայից եկած է, իրեն այսինքն ծնողները այնտեղից եկել են, ինքը Ամերիկայում է ծնվել եւ ինքը կաթոլիկ է։ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու մեծն է, ղեկավարն է։ Ամերիկայում 2020 թվին 72 միլիոն կաթոլիկ կերապ։ Որևէ տավանանք, որևէ կրոն այդքան մարդ չի հետևում կրոնի այդ մեծ բարձր թվով 72 միլիոն 2020-ին են։ Հիմա մի քիչ կարող է իջած լինի, որ տարեց տարի կրոնը ավել վերանում է այս երկրում։ Ամենայն դեպս պատկերացրեք 72 միլիոն կաթոլիկ այս երկրում գոյություն ունի։ Հիմա ուրիշ կրոններ, եթե բողոքականներին պրոտեստանին հավաքենք, ավել շատ են, քան թե կաթոլիկները։ Բայց գիտեք, բողոքականները, պրոտեստանները տարբեր դավանանքի են պատկանում, շաբաթականներ եւ անվանները շատ է։ Մեկ տեսակ չեն, թեև քրիստոնյա են, բայց մի քիչ տարբերություն կա այդ դավանը ադվենտիստ կա, ասացի, բողոքական կա, տարբեր ձևեր կան, բապտիստ եւ այլն, այդպես է։ Ամենայնպես ամենակարևոր կրոնն է եւ նախագահին քննադատեց Հռոմի պապը ասելով, որ ինչ որ անում է սխալ է այդ հարձակումը, որ Իսրայելի այսպես առաջարկությամբ Իսրայելի Ամերիկան մտան պատերազմի մեջ եւ հազարավոր մարդ մահացավ, տասնյակ հազարավոր մարդ վիրավորվեց, Հռոմի պապը դեմ արտահայտվեց նախագահ Թրամփին, այսինքն ինքը դեմ չարտահայտվեց, նախագահ Թրամփը ասում է իմ դեմ արտահայտություններ արել, դրա համար կաթոլիկ արտգործնախարարին ուղարկել է, որ իր հետ խոսի։ Իսկ Հռոմի պապը ասում է, ես ինչ որ ասում եմ այս քրիստոնեական քարոզչության, այսպես Բայբլի ավետարանն է սա ասում, կրոնն է ասում, ինչ որ ես արտահայտվում եմ այս դեմ եմ պատերազմին, այդպես չի որ Թրամփ կամ այս երկրի դեմ է, ինքն էլ ամերիկացի է, գիտեք, առաջին անգամն է, որ Հռոմի պապը ամերիկացի, այսքան տասնյակ հարյուրավոր տարիների ընթացքին ամերիկացի Հռոմի պապ չի եղել։ Ամենայն դեպս ասում է գասփլի, ուրեմն խոսում եմ ավետարանի այսպես նախատասություններն է, ինչ որ ես կրկնում եմ speaking of gospel, ուրեմն ավետարանի հրահանգներն է, ինչ որ ես ասում եմ, մեկի դեմ չի, մեկի այսպես չի եւ ցանկություն ունի, որ խաղաղություն լինի, այսպես կոտորածներ չլինեն։ Դրա համար ուզեցին մեղմացնել այս հարցը, ուղարկեց նախագահը այսպես մեկ կաթոլիկ նախարարի, որպես իրեն հետ տեսնում եք այդտեղ հանդիպեցին, երևի մեղմացնելու այդ քննադատությունը, ինչ որ Հռոմի պապը կատարում էր։
Ես ուզում եմ խոսել հիմա նաև մեկ անձնավորություն պոլիսը սպանում է, եթե վիդեոն այստեղ կարճ վիդեո ունենք ցույց տալու, տեսնում եք այս պոլիսի մեքենան է, ոճրագործը կողքից հրացան ձեռքն է, սպանել է 2 հոգու, պոլիսը հետևում է այս մեքենան, զրահապատված մեքենա է, ուրեմն կրակում է պոլիսի վրա, հետո պոլիսն է գալիս այս կողմից իրեն սպանում են այս ոճրագործին, որ արդեն 2 հոգու սպանել էր, փախել էր։ Ես ուզում եմ խոսել Լոս Անջելեսի պոլիսի մասին։ Գիտեք 2028-ին Օլիմպիքի խաղերը տեղի ունենալու Լոս Անջելես քաղաքում։ Եվ այսպես է որ Police Department-ը Լոս Անջելեսի, գիտեք, մեկ այս ծրագրի հաճախ հյուրն էր 2014 թվից այն ժամանակ ընտրվեց, երբ որ այստեղ էր օգնեցի ես, որ ընտրվեց Լոս Անջելեսի շերիֆը դարձավ։ Իսկ հիմա այս նույն անձնավորությունը Լոս Անջելեսի Police Department-ի ղեկավարն է եւ ասում է, որ այդ ժամանակ հենց հիմա իրենք պոլիսի պակաս ունեն։ Նախապես 10,000 էր, թիվը իջել է եղել 8600։ Ասում են, որ մի քանի տարի հետո մի խումբը այսպես հանգստի կկոչվեն, retire կլինեն, մենք անընդհատ վարձում ենք, բայց այդ ժամանակ նախատեսել ենք 8400 ոստիկան է լինելու Լոս Անջելես քաղաքում եւ այդ խաղերը տեղի ունենալու միլիոնավոր մարդ գալու են այստեղ այդ խաղերին մասնակցելու եւ ասում է մենք դրա 2 անգամ պատկերացրեք 17000 առավել ոստիկան պետք ունենք, որ ուրիշ տեղերից պետք է այս ոստիկաններին վարձենք, որպեսզի կարողանանք խաղաղ ձևով այս խաղերը տեղի ունենա։ Բայց երբ որ այդպես պիտի անեք, ասում է, որ 1.5 բիլիոն գումար պետք է հատկացվի։ Դա ինչ որ հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնում եք այս նամակն ինչ որ գրելն է 1.15 բիլիոն, այսինքն 1 բիլիոն 150 միլիոն հարկավոր է, որպեսզի կարողանանք ապահովել 2028 թվականի Օլիմպիքի խաղերը։ Սա այդ հարկավոր է այս աշխատանքը կատարելու համար։ Իհարկե Ամերիկայի կառավարությունը գումար կհատկացնի, նաև Կալիֆոռնիա նահանգը գումար է հատկացնելու եւ տեսնում եք Լոս Անջելես պոլիսը մեծ աշխատանք է ունենալու 2028 թվին խաղաղ կամ ապահով դարձնելու խաղաղ ձևով, որպեսզի կատարվի մրցությունը այս Լոս Անջելես քաղաքում, այստեղ տեսնում եք այսպես։ Ես մի դադարվեցեմ, երբ վերադառնամ դադարից Թենեսի նահանգի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Ռաֆիս Մարքեթ հովանավորում է ծրագիրը։ Իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք վերցնելու։ Ռաֆիս Մարքեթ գտնվում է Բրբանքում, Գլենոքս փողոց, Գլենդելի արևանության, այստեղ տեսնում եք իրենց հասը։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե հրդեհ է տեղ ունեցել ձեր տանը, եթե ավտովթար եք ունենում, եթե նաև bankruptcy պիտի ֆայլանեք, զանգարեք այս հեռախոսահամարին, խոսեք Անդրե Ղարիբյան փաստաբանի հետ։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Դոկտոր Էբրահիմի փորձառու մասնակետ է, սրտի վիրահատող էր, բայց հիմա շատ զբաղվում է, եթե ձեր ոտքի վրա վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, ուրիշ խնդիրներ այդպես գոյություն ունի, այստեղ զանգահարեք, Գլենդելում 616 Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Ծրագիրը Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, Սոնաֆե տարեցների կենտրոն բաս ունեն, մինիբաս ունեն, ցես կտանեն ու երեկոյան կվերադարձնեն։ Jackpot հովանավորում է ծրագիրը։ Հագուստներ ունեն $5, $10, երևի Հայաստան կայցելեք, կարող եք այդ հագուստներ որ տանեք այնտեղ, ձեր ազգականներին բոլորին ուրախացնեք, ինչ որ տանում եք Հայաստանում, ուրախանում են ամենայն դեպս այցելեք Jackpot։ Իսկ նաև կոշիկ, պայուսակ ունեն,
այսա կարող եք գնել Հայաստան տանելու համար իսկ կոշիկ հագուստներ ունեն ավել բարձր գնով գեղեցիկ կարող եք այցելեք տեսնել Անաշե գիֆտ հովանավորում է ծրագիրը ինչ որ տեսնում եք այստեղ այս ջուր երասնելու համար սուրճ պատրաստելու թեյ պատրաստելու համար իջեցրել են $14.99 Անաշե գիֆտ գտնում է 1937 West Glen-Oaks փողոցի վրա կվերադառնա Այս շաբաթավերջ շաբաթօրն եք տեսնում շատ շոկ է լինելու ես ուզում եմ ձեր ուշադրությանը բերեմ եթե դուրսն եք լինում ջուր խմեք անգամ եթե կարիք չունեք ջուր խմեք բավարար ջուր խմեք որպեսզի ավել հեշտ լինի տոքալ այս գիտեք եթե անձը ջուր չի խմում կարող է վատ դրության մեջ լինի ամենայն դեպս շաբաթօրն է մնացած օրերը մինչև տեսնեք հիմա մասամբ այստեղ ցույց տամ հաջորդ շաբաթը տեսնում եք հիմա այստեղ եթե ծովափ գնաք սա այս գիշեր 57 աստիճան է սարերում 38 է հայդեզերտ գիտեք օրվա ընթացքին կարող է շատ տաք լինի կամ շոկ լինի բայց հետո գիշերը շատ լավ է վալիում 55 է տեսնում եք շատ լավ է լինելու այս գիշեր սա դուք վաղի կեսօրին կտեսնեք արդեն մի քիչ ուշ է բայց ամենայն դեպս տեսնում եք այս գիշերվա եղանակը ինչպես է լինելու հիմա ինչ որ տեսնում եք այստեղ վաղը տեսեք այստեղ San Bernardino Riverside մեր արևելքում այսպես է այդ Palm Spring 103 աստիճան է արվան 72 մեր շրջանը Glendale լինելու է վաղը ընդամենը 79 աստիճան է որ գիտեք 25-26 աստիճան կապված որտեղ եք ապրում Լոս Անջելես տեսնում եք Փասադինայում 81 է նորից էլի 25 այսինքն շատ հիանալի եղանակ վաղը բնավ շոկ չի լինելու բայց հետո շաբաթավերջին ավել շոկ է լինելու ապակա 7 օրը ուրբաթ օր 79 է որ ասացի շատ հիանալի է հետո շաբաթ օր մի քիչ ավել շոկ է լինելու ավել կիրակի օր այդպես երկուշաբթի նաև հետո շաբաթավերջին նորից եղանակը մեղմ է լինելու ինչ որ այստեղ տեսնում եք եւ հույսով եմ որ բավարար ջուր կխմեք ամենակարևոր ծրագիր եկավ իր ավարտին ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպում